Իսկ դուք գիտեք։ Համոզված ենք, որ շատերը չգիտեն մեզ շրջապատող մի շարք իրերի եւ երևույթների ստեղծման նախապատմությունները, սակայն ամեն օր իրենց առօրյայում օգտվում են դրանցից։ Այսօր ճամփորդելու ենք գյուտերի եւ հայտնագործությունների զարմանահրաշ աշխարհում եւ ծանոթանալու հետաքրքիր պատմությունների։ Գնացինք։ Էդիսոն Թոմաս Ալվա այս ամերիկացի գործարարը խոշորագույն գյուտարարներից է։ Արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ։ 10 տարեկանից նա արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում։ Թոմաս Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին ձայնի գրանցման եւ վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը կամ ֆոնոգրաֆը, որը նա ստեղծեց 1877 թվականին։ Նրա այդ գյուտին է պարտական հետագա ողջ տեսաբանությունը, որը ընդգրկում է սկավառակային ձայնատեսագրությունը, կինոն եւ հեռուստատեսությունը։ 1882 թվականին Էդիսոնը կառուցեց աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը։ Նա մշակեց մի շարք տարբեր փոխանցման եւ չափիչ սարքերի սխեմաներ։ Նախագծեց հզոր գեներատորներ։ Իսկ ահա առաջին գործող հեռախոսափողը Էդիսոնը ստեղծել է Western Union ընկերության պատվերով։ Ձայնի ուժեղացման համար նա հեռախոսի մեջ տեղադրեց ինդուկցիոն կոճ։ Իր այդ գյուտի համար ընկերությունն Էդիսոնին վճարեց $100,000։ Նա բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի եւ այլ բնագավառներում։ Հենց Էդիսոնն է առաջարկել հեռախոսային խոսակցությունը սկսել ալո խոսքով։ Հաջորդ գյուտը, որը լիովին փոխեց մարդու կյանքը եւ այսօր առանց դրա անհնար է պատկերացնել այն ավտոմեքենան է։ 18-րդ դարի երկրորդ կեսին շոքեմեքենայի հայտնագործումը դրդեց ֆրանսիացի ճարտարագետ Կյունոյին սայլի վրա շոքեմեքենա դնել եւ 1769 թվականին նա ստեղծեց առաջին շոքե ավտոմեքենան, որը սակայն շատ ծանր էր։ Ավտոմեքենայի որպես տրանսպորտի միջոցի լայն օգտագործումը սկսվեց ներքին այրման շարժիչի Երևան գալուց 1880 թվականից հետո։ Առաջին իսկական ավտոմեքենան եռանիվ էր, ստեղծել է գերմանացի ինժեներ Կարլ Բենցը 1885 թվականին։ Դրանից հետո գերմանացի ճարտարագետ Գոդլիբ Դայմլերը եւ Կարլ Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենա։ Ավտոմեքենաշինության արշալույսին մեքենաները ծածկ չունեին։ Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, եւ միայն 1907 թվականին Հենրի Ֆորդը ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում սկսեց թողարկել Model T, նոր ավտոմեքենան, որը անհամեմատ էժան էր։ 1920-ական թվականների վերջին հատկապես մեծ պահանջներ կունեին փակ թափքով մոդելները։ Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար։ Այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ տեղափոխել։ Բենզինային շարժիչով բեռնատարերը առաջին անգամ թողարկվեցին 1900-ական թվականներին, մասնավորապես 1914-ից 18 թվականներին։ Այս տարիներին ստեղծվեցին հուսալի եւ հզոր դիզելային շարժիչներ, որոնք բեռնատարերի համար կիրառվում են մինչ օրս։ 1960-ական թվականներին սկսեցին ավտոմեքենաների վրա տեղադրել էլեկտրոնային սարքավորումներ։ Ներկայումս էլեկտրոնային համակարգով ղեկավարվող շարժիչով ավտոմեքենան գրեթե 2 անգամ ավելի խնայող է, քան կես դար առաջ։ 1990-ական թվականներից ավտոմեքենաների բազմաթիվ խոշորագույն արտադրողներ ձեռնամուխ են եղել էլեկտրոմոբիլների արտադրությանը։ Ստեղծվել են նաև արևի էներգիայով մեքենաներ։